Ըհը։ Եկեք ասեմ դրա հետ կապված, ձեր հարցի հետ կապված, նայեք, մի հատ շատ հայտնի սննդաբան և հոգեբան կա, որը համարվում է երեխաների սննդային վարքի լավագույն մասնագետը, ով հիմք է դրել ամենաադեկվատ, այսպես ասած, մոտեցումներին է սննդի հետ կապված։ Ինքը մի հատ լավ արտահայտություն ուներ, քանի որ ինքը համ սննդաբան էր, համ նաև հոգեբան։ Ասում էր, ես որպես սննդաբան գիտեմ, որ օրիո պեչենիները Ամերիկայի մեր ինքը շատ վատն են ու բացարձակ պետք չի երեխային տան։ Բայց ես որպես հոգեբան հասկանում եմ, որ մեկ հատ պեչենի, այսպես ասած, ես պետք է երեխային տամ, որովհետև եթե չտամ, կառաջանա լրիվ ուրիշ խնդիր։ Ու մի հատ իրավիճակ էլ պատմեմ, մի հատ էլի այդ սննդի հետ կապված, պատմում էր մի հատ երիտասարդի մասին, ով միշտ իրա անկողնու տակ ուներ կոկա-կոլայի շիշ, որովհետև իրան ամբողջ մանկություն միշտ ասել են կոլան թունավոր է, վտանգավոր է ու չի կարելի։ Ինքը փորձել է, իրան շատ է դուր եկել ինչ որ տարիքից ու ինքը միշտ այդ կոլան պահում է, որովհետև ինքը ունեցել է այդ սահմանափակումը։ Ես իմ մասին էլ պատմեմ, իմ ընտանիքում երբեք ուտելիքի սահմանափակում կամ վնասակար, լավ ուտելիքի ոչ մի ձևի սահմանափակում չի եղել, բայց ամուսնուս ընտանիքում օրինակ այդ սահմանափակումը եղել է ու իրան երբեք փոքր տարիքում կոկա-կոլա չեն առել։ Հիմա մեծ տարիքում ես բացարձակ ցանկություն չունեմ կոլա խմելու, որովհետև իմ մանկությունում շատ-շատ է դա եղել ու ոնց որ ես գիտեմ դա ինչ է, ինչ որ տես խնդիր դրա մեջ չեմ տեսնում, բայց ամուսինս ժամանակ առ ժամանակ կարիք ունի կոլա առնելու։ Բայց նա չի որ սիրում է։ Ուղղակի էլի այդ սահմանափակումն է, որովհետև իրանց տանը միջև հիմա չի կարելի այդ կոլան։ Դրա համար, եթե ձեր երեխաներին ինչ որ տենց կոնֆետներ հետաքրքրում են, ու առավել եւս այդ կոնֆետները ուտում են իրենց հասակակից երեխաները, ու իրանք դա տեսնում են, ճիշտ կլինի այդ հետաքրությունը բավարարել, երբեմն առնել, որ իրանք ուղակի փորձեն, որովհետև երեխաները 7-8 տարեկանից հետո, երբ որ գնում են դպրոց, իրանք արդեն հետևում են սոցիումին ու սոցիումով են առաջնորդվում, իսկ իրանց հասակակիցները շատ բան են ուտելու, որոնք իրենց առաջարկելու են, ու կարա դա վերածվի նրան, որ ձեր երեխաները ուղղակի ձեզանից թաքուն դպրոցում դա ուտեն, որովհետև մաման դա չի ընդունում, կատեգորիկ օրինակի համար, բայց իրեն դա շատ հետաքրքիր է, հասակակիցները ուտում են, ու ինքը սկսելու է հասակակիցների հետ դա ուտել ու կարող է դա վերածվել արդեն թափուն ձևերի։ Նաև հաշվի առեք, որ երեխաները իրանք շատ բան են փորձարկելու, ու ձեր երեխաները ինչ որ տարիքում ծխախոտ են փորձարկելու, ալկոհոլ են փորձարկելու, լավ կլինի, որ թմրանյութ չփորձարկեն դեռահասության տարիքում։ Ու շատ կարևոր է, որ ինքը ունենա այդ ապահովության զգացումը, որ այս ինչ-որ բան փորձարկել, ես կարամ մամայիս հետ փորձարկեմ։ Ու մաման կարա ինձ ուղղորդի, մենք փորձենք, ու եթե հանկարծ իմ դուրը գա, ժամանակ, այսինքն ամիսը մեկ, կես տարի մեկ, մաման ինձ դա ինձ համար կառնի։ Այսինքն դա ինչ-որ sense տաբուի մեջ չի։ Այս տարիքում դեռ փոքր են, կարակ դեռ սպասեք, բայց ինչ որ տարիքից այդ փորձարկումների բաները լավ կլինի, որ դուք ոնց որ ինչ որ չափով տեղ տակ դրան էլ, որ ահա չվերածվի նրան, որ ինքը դպրոցում է դա անում ու թաքուն է անում, որովհետև իմ անձնականից էլի պատմեմ, իմ աղջիկա դասարանում կան բալիկներ, որոնց օրինակ չի կարելի ոչ մի տեսակ քաղցր։ Ու իմ երեխան հենց այդ ժելեները վերցնում է ու իրենց համար տանում է, որովհետև այդ երեխաները խնդրում են իմ աղջկան, որ բերի։ Հարցնում են, ասում են, իսկ քո մաման թողնում է, ասում է, հա, ասում են, կբերես ինձ համար, ու աղջիկս ասում է, կարանք խանութից առնենք, ես ինչի համար տանեմ, որտեվ ինքը շատ է ուզում փորձի, բայց իրան տանը չեն տալիս։ Որովհետև քանի փոքր են, 3 ու 5 տարեկան են, իրանք փոքր սոցիում են, մամայի հսկողության տակ են։ Բայց հետո մտնում են մեծ կյանք ու հսկողությունը միանշանակ չի կարա լինի, ու դուք չեք կարա հսկեք նաև, որ իրանք
ծխախոտ չփորձեն, փորձելու են 15, 16, 17 տարեկանում, դա էլ է գալու, էդ էլ են փորձելու, շատ բան են փորձելու, բայց այս պատմության մեջ ամենակարևոր պահը այն է, որ եթե փորձի էլ երեխան, այնքան ազատ ու հեշտ լինի գալ ասել, մամա գիտես, ես փորձել եմ, առանց մեղքի զգացման, առանց ինչ որ բանի, իսկ 7-8 տարեկանից արդեն կարելի է իսկապես խոսալ սննդի այդ սննդանյութերի մասին, այս նյութերը օրինակ վտանգավոր են, այս նյութերը վտանգավոր չեն, ցանկալի է այս բաղադրությունը բան առնել, այս բաղադրությունը ավելի լավն է, 7-8 տարեկանից այդ բաղադրությունների ու մնացած ուրիշ բաների մասին կարելի է խոսալ, քննարկել, բացատրել, նաև բաց լինել նրան, որ եթե հանկարծ ձեր երեխան այդ վատ բաղադրությունով ինչ-որ բան սիրի, որ ոնց որ կարաս երբեմն վերցնես։ Բայց հիմնական եթե երեխան լավին է սովոր, ինքը այդ վատի համիրան հիմնականում այդ շատ դուր չի գալիս։ Գազավորված ըմպելիքի պահով էլ էդ էլ էլի չի կարելի լինի ցանկից է, բայց ասեմ, որ հետաքրքիր է ինչը որ իրոք լրիվ չի կարելի, իրենք դա պահում են բոլոր տեղերը, այսինքն մանկապարտեզում, ինչ որ, չգիտեմ, առիթի կլինենք, իրենք երբեք գազավորված չեն ուզում, կամ ինչ որ տեսակներ, որոնք չեն կարելի, իրենք առանց ինձ եւ ինձ հետ չեն այդ օգտագործում։ Այ քանակի առումով, երբ որ ես տարածքում եմ, մի հատ են ուտում, երբ որ տարածքում չեմ, կարող են 5 հատ էլ, ասենք 5 հատ փոքր կեքսիկ ուտել կամ տենց ինչ որ մի բաներ ինձ այդ հանգստություններ տալիս, որ գոնե այդ տեսակները իրանք այդ հարգում են ու չեն բանանում էլի։ Ու ես իրանք բացատրել եմ, ասում են, իրանք հարցնում են ոնց են որ մեծերը խմում են, ասում եմ այդ նույն գազավորված ըմպելիքը մեծերին այդքան վնաս չի տալիս, որովհետև ոսկորները արդեն ձևավորված են։ Փոքրիկների այդ աճելու շրջանում կարևոր է որ ոսկորները պնդանան։ Ինքը մի քիչ խանգարում է, ինքը կարող է այդպես նկարագրում եմ ծակծկող ինչ որ բան է, այդպես այդ գազի մասը բան ու իրանց մոտ այդ իրականում ցանկություն էլ չի առաջացել, պահում են այդ մասը կամ ինչ որ տեսակներ, ասում են կարելի, այս մեկը չի կարելի, բայց այս մեկից կարելի է սրանից արի ուտենք ու դրանից շատ են ուտում։ Իրանք փոքր են, սենց ասեմ, իմ երեխաներն էլ մինչև 6 տարեկան գազավորված ըմպելիք չեն խմել, որովհետև գիտեին, որ իրենց չի կարելի, որովհետև էլի ինքը փոքր երեխային իսկապես կա ինչ-որ բաներ, որ չի կարելի, բայց իրանք առաջի անգամ երկուսն են խմել են ծննդյան տոնին, երբ որ գնացել են ծնունդ, ու իրանց մոտիկ ընկերը խմել է, ասել է համով ալը մի հատ փորձի։ Այդ դրա մասին է, որ ձեր խոսքը ինչ որ տարիքից ավելի ցածր է լինելու, քան իր ընկերոջ խոսքը։ Ու դա հիմնական 6-7 տարեկանն է։ Երբ իր ընկերուհու, ընկերոջ խոսքը ավելի արժեքավոր ու ավելի վստահելի է, քան մամայի խոսքը։ Որովհետև սեպարացիայի տարիքն է, դա 5-ից 6 տարեկան, էլի, որ հա Կոկա-կոլան վնաս է, բայց երբ որ ինքը գնաց ծնունդ, որտեղ բոլոր իր ընկերները կոլա խմեն, ու ընկերները ասեն, դե լավ, փորձի, ինչ բան, ուտեղ մամայի խոսքը արդեն բան չի լինելու, ինքը փորձելու։ Բայց այդտեղ շատ կարևոր է, որ ինքը գատուն ու կիսվի։ Օրինակ, ասի, գիտես, մամա, փորձեցի, այնքան համով էր, օրինակի համար։ Այդտեղ ձեր ռեակցիան էլ է շատ կարևոր, որ ասեք, հա, դուրդ եկել է, լավ, ուրեմն, երբ որ գնաս ծնունդ, կարաս խմես։ Օրինակ եմ։ Հա, այդ մասով ունեմ աշխատելու բան, բայց լավ է որ միշտ կիսվում են, կապ չունի, լինում է որ պապիկին էլ համոզում են ինչ որ խանութից մի բան առնում է, բայց միշտ գալիս ասում են մամա գիտես պապիկը այս ինչ բանն առել, պապան այս միշտ չի եղել մի անգամ որ իրանք չասեն ինչ որ տենց այդ ամենակարևորն է, որ կարան ազատ կիսվեն։ Պապան մեկ ասում են մի ասեք, բայց իրանք մեկը գալիս ու ասում են էդ էլա շատ բան։ Մերսի շատ, հա, այդ մասով կաշխատեմ, իսկ փոքր հուշումներ կարելի է տալ, օրինակ եթե պապան մի տուփ պեչենի է բերել, իրենց հուշեմ, գիտեք, եթե օդուք օրը, չգիտեմ, ոչ թե այսօր վերջացնեք, այլ այսօր մի քիչ ուտեք, կարող եք վաղն էլ ուտել, ամեն օր ունենաք պեչենի։ Նայեք, դուք կարաք ինքներդ կառավարեք, որովհետև ինչպես ասեցի, ծնողի պատասխանատվությունն է մտնում կարգավորել սնունդը։ Ծնողն է որոշում ինչքան սնունդ է դնում սեղանին ու առաջարկում երեխային։ Երբ որ դրված է սեղանին, արդեն երեխան վերցնում է։ Եթե մի տուփ թխվածքաբլիթ են բերել, դուք դա կարաք վերցնեք ու ասեք, այս թխվածքաբլիթը մենք ուտելու ենք շաբաթվա մեջ ամեն օր այսքան։ Որովհետև դա դուք եք կարգավորում։ Բայց եթե դուք արդեն սեղանին դրել եք ափսեով թխվածքաբլիթ ու երեխան ուզում է երկրորդը կամ երրորդը, այստեղ չի կարելի ասել չեմ իկեր։
Որտեղ հասկացա։ արդեն դրված է, այդ նույնն էլ ծնունդներին, միջոցառումներին, երբ որ արդեն դրված է։ Միակ բանը ստեղ, որ կարելի է երեխային ասել, որ նայի, որ բոլորին հերիքի։ Սա հասարակ մշակույթ է ու կուլտուրա է, այսինքն մի գնա ամբողջը ուտելու, նայի, որ բոլորին հերիքի։ Իսկ այն մանիպուլյացիան, երբ որ ես երեխային ասում եմ, ես քեզ վստահում եմ, որ դու ճիշտ ընտրություն կանես, ու ինքը արդեն գիտի, ես ճիշտ ընտրություն ասելով ինչ նկատի ունեմ, օրինակ մտնում է խանութ, ճիշտ տեսակի բան ընտրում, այդ տենց ոնց որ դա անեմ, թե չանեմ։ Մի կողմից իրոք գիտեմ, որ ինքը գիտի, որ նա լավ որը վա դրա համար եմ ասում վստահում եմ, մի կողմից էլ ոնց որ տենց ինչ որ ազատություն է, բայց որը եւ այնքան էլ ազատություն չի երևի, թե որ խորանում ենք, որ թվացial ազատություն եմ տալիս, այդ մասերը տենց անեմ, թե չէ։ Թե Նայեք, ուղղակի չի եղել դեպք այստեղ ինքը ու չի կարող ընտրի այն ինչ ինքն է ուզում։ հա, Չի հենց այդ է, կարողանում ես դա քանի որ ոչ արտահայտվի, չի կարողանում հա, մնալ։ Ինքը կարող է այդ ձեր ասած լավ է այդքան էլ չի ուզում, ուզում է հեն այն մյուսը ու դա նորմալ է։ Եթե մենք ասում ենք, որ ինքը պետք է ընտրի, ուրեմն մենք պետք է հարգենք իր ընտրությունը։ Եթե այդ պահին եթե ուրիշ բան ընտրեն, ես բան չեմ ասի։ Ահա, Այդ լինում են հազվադեպ է լինում տենց անեմ, բայց որ քանի որ միշտ իմ այդ սահմանի մեջ են ընտրում, ահա։ այնտեղ սկսում եմ հասկացել, որ կարող է զուտանում են, որովհետև գիտեն ես տենց եմ Հա, ճիշտ եթե բան։ papayi հետ լինեն, ինձ վստահ եմ դա չեն ընտրի, ուրիշ բան կընտրեն։ Պետքա փորձել։ Ուղղակի Հա, պապային չեմ։ հա, այսինքն մեկ-մեկ թողեք, որ իրանք ընտրեն ու սխալ ընտրեն։ Նայեք, երբեմն պետքա թույլ տալ երեխային սխալ ընտրություններ անի, սխալ բաներ վերցնի, ու դա միայն սննդի հետ չի կապված։ Որովհետև այդ փորձը օգնում է երեխային շատ բան սովորել, զարգանալ ու առաջ շարժվել։ Աննա ջան, վաղուց ձեր ձեռքը բարձրացրած էր, եթե դեռ հարցը ակտուալ է, խնդրում եմ։ Հարցերը շատ են անկեղծված։ Հա, լավ։ Նշեցիք տարիքներ, որից ենթադրենք կարելի է այս կամ այն մթերքը փորձարկել, բայց հենց տարիքը չլսեցի։ Այսինքն ուզում եմ հասկանալ առողջական հենքերով, որ մթերքը երբ բանից կարելի է փորձարկել։ Ենթադրենք օրեոները կարելի է այս տարիքից կամ գազավորված ըմպելիքը։ Եվ եթե երեխան փորձում է ինչ-որ բան ու ցանկանում է անընդհատ այդ մեր արձագանքը տվյալ դեպքում։ Նայեք, ինչ որ բան փորձելը, դա ինքնաբերաբար է հիմնականում ստացվում, բայց օրինակ տենց վատ բաղադրություն ունեցող մթերքները հիմնականում հնարավոր է լինում մինչև 6 տարեկան չտալ երեխային, որովհետև մենք ենք հիմնականում գնորդը լինում, գնում, առնում, բերում, նույնն էլ այդ գազավորված ըմպելիքները, օրինակ գազավորված ըմպելիքները սեղանի շուրջ եթե իր տարիքի երեխաներ չեն խմում, հիմնականում կարելի է ասել, որ դա մեծերի է մինչև 5 տարեկան, հիմնականում։ Օրինակ ոնց որ ալկոհոլն ենք ասում, որ դա փոքրերը չեն օգտագործում, նույնն էլ այդ գազավորված կարելի է ասել, որ մինչև կոնկրետ տարիքի երեխաներ դա չեն խմում։ Կոնֆետների առումով դուք խանութ երբ որ գնում եք, հիմնականում դուք եք ընտրում ու դա շատ հեշտ է ուղղորդել երեխաներին, փոքրերին։ Որոշ բաներ կարակ երբեմն թույլ տակ ինքը ընտրի, բայց դա ինքնաբերաբար է հիմնական ստացվում ու եթե երեխային դուք չեք գնում, չեք բերում, իրանք հիմնականում շատ մեծ տենց բաներ չեն ունենում, գնան այդ բաները տենց վերցնեն, բերեն եւ այլն։ Ու նաև 2-ից մինչև 6 տարեկան երեխաների մոտ գոյություն ունի այսպես ասած նեոֆոբիայի տարիք, ու իրենք հիմնականում ծանոթ բաներն են ուզում, դες շատ նոր բաների հակված էլ չեն ելնում։ Ու նույնիսկ շատ, օրինակ 3 տարեկան, 4 տարեկան երեխաներ նույնիսկ կարող է կոլան փորձեն, բայց չխմեն, որովհետև ծակծկի տհաճ լինի ու իրենց դուր չկա։ Այս տարիքի, այս փոքրերի դեպքում կարգավորելը, ուղղորդելը, ոնց որ այդ process-ը ղեկավարելը շատ ավելի հեշտ է։ Բայց այ 6-7, երբ որ իրանք ավելի գիտակից են, երբ որ արդեն մտել են արդեն սոցիալական միջավայր, երբ որ ունեն արդեն դասարանցիներ, այդ դեպքում արդեն կարելի է թույլ տալ ինչ-որ բաներ փորձել։ Նայեք, օրինակ,
թեկուզ իմ երեխաների օրինակով մանկապարտեզում մի անգամ մենք մեր տանը տենց նրբերշիկ կալբասներ ինչ-որ տենց բաներ չեն գնում, որովհետև այդ սովորությունը չունենք ընտանիքում։ Չի եղել երբեք ու մի օր մանկապարտեզում աղջկաս մանկապարտեզի երեխաներից մեկը բերել էր, որ հյուրասիրի բոլոր երեխաներին։ Իսկ 4 տարեկան երեխաների համար հացի մեջ նրբերշիկ էր բերել, որը օրինակ ես երբեք չեմ գնում, որովհետև չեմ վստահում իրական դրան ու ոնց որ դա կարա շատ թունավոր լինի։ Բայց աղջկաս թույլ տվեցի փորձի, ինքը մի հատ կծեց, ասես չէ մամա, համով չի։ Վերջ, այդ թեման բրծավ, բայց եթե ես այդտեղ արգել քանեի, ասեի, չէ, չպետք է ուտես կամ չքորսես մի բան, կարող է իր մոտ այդ հետաքրքրությունը ավելի սրվեր, ինքը ավելի հաճախ դա տեսներ, ուզեր։ Եթե նենց ստացվեր, որ ինքը կծեր ու իր դուրը գար, ես ժամանակ առ ժամանակ, հաշվի առնելով, որ իմ երեխան դա սիրում է, կգնեի որակյալը ու լավը։ Կամ ինքս կպատրաստեի, կամ իր հետ կպատրաստեինք, այսինքն կգնեինք նույնից, բայց ավելի որակյալը։ Իսկն եթե երեխան ինչ-որ տենց մի բան է հավանել, ասենք ժելե է հավանել, մենք գնում ենք, բայց որակյալն ենք գնում, կամ էլ տանը միասին դրանից պատրաստում ենք։ Կոնկրետ հիմա իմ երեխաները ինձ անդադ խնդրում են, որ միասին ժելե պատրաստենք, ասում են, որ միասին պատրաստենք, հաստատ ավելի համով կլինի, քան խանութինը, որովհետև իրանց մոտ այդ բանը չկա, չէ խանութինը վնաս է, վատն է, իմ պատրաստածը լավն է։ Իրանք են հակված, որ միասին պատրաստենք, հանգիստ է թեման։ Նույնն էլ այս դեպքում հանգիստ վերաբերվեք, եթե երեխան փորձի ու հավանի։ Հավանեց, շատ լավ է, որ քեզ դուր է եկել, արի մենք դրանից կգնենք ու դուք որպես մեծահասակ, որպես պատասխանատու փորձում եք որակյալը դրա գնել ու որոշում եք սահմանել ժամանակ ու տեղ դրա համար։ Օրինակ, գազավորված ըմպելիքը եթե հավանել է, եթե գնում եք ծնունդ ու քո տարիքի երեխաները խմում են, դու էլ ես խմում, որ հետ չմնա։ Այդտեղ ինքը խմում է, փորձում է։ Կարա լինի այնպես, որ սկզբնական շրջանում որ թույլ տավ, երբ գնա ծնունդ, մի շիշ, երկու շիշ, երեք շիշ խմի, բայց հետո իր հետաքրքրությունը նվազում է ու ինքը կարող է մի շիշն էլ չավարտի, այսինքն կիսատ խմի ու թողնի։ Որովհետև հենց սկսվում է այդ սահմանափակումը, երեխան այդ զսպանակի նման սեղմվում է ու հենց ինքը տեղ ու հնարավորություն ունի, ինքը տրակվում է։ Սրա մասին է խոսքը։ Այստեղ այս կարևոր հարցերն են, որոնք դուք արդեն տալիս եք, ինչպես չվախենալ այդ կախվածությունից, որ չտամ ուրիշ բան չի ուտի, չէ, որ տակ ուրիշ բան էլ ուտի։ Ստեղ ուղղակի քանակի մեջ է։ Եթե օրվա ընթացքում մի փոքր ինչ-որ քաղցրավենի ուտի, վերջ, դրանով կավարտվի, ուրիշ բաներ էլ հաստատ ուտի։ Ու նույնիսկ նորմալ է, որ իր ափսեի ծայրին ինչ-որ մի հատ քաղցրավենիք լինի։ Դա չի բերում նրան, որ երեխան չի ուտում բանջարեղենը կամ չի ուտում միսը։ Նաև քննարկեցինք այդ մեծահասակներին մի հատ բան մնաց, նայեք, եթե օրինակ տատիկը կամ պապա եմ խնդրում, կարող եմ ուղղակի այդ նախորդ հարցի հետ կապված էր մի հարց կամ ուղղակի այստեղ մի հարց, եթե օրինակ նույն գազավորված ըմպելիքը թույլ ենք տալիս միջոցառմանը ծնունդին խմել, այդ դեպքում ինչպես սահմանափակենք տան, չէ՞ որ ինքը խմում է մեկ անգամ, հետո գալիս ենք տուն, ինքը անդադ ուզում է տանն էլ է դա պահանջում։ Այդ մասը ոնց կարող են կարգավորել։ Այն առումով, որ դուք պատասխանատվությունների հստակ բաժանումով, որովհետև դուք եք գնում այն մթերքները, որոնք տանը լինելու են։ Դա երեխայի որոշելիքը չի։ Այսինքն երեխան չի կարա որոշի, դուք այսօր գազավորված ըմպելիք առնում եք, թե չեք առնում։ Դա դուք եք առնում։ Եթե ինքը անդադ ուզում է, դուք իրեն ասում եք, որ գիտես, մեր տանը սենց է, մենք դա չենք գնում, բայց որ գնաք ունեք ծնում, դու կարաս դա խմես կամ ամիսը մի անգամ ես դա քեզ համար կգնեմ։ Եթե դա 2 կամ 3 տարեկան երեխա է, ինքը նույնիսկ չի հիշելու ամիսը երբ հավարտվեց, երբ վերջացավ, թեման ուղղակի գնալու է։ Այսինքն թեման ուղղակի փակվելու է։ Բայց եթե մի փոքր մեծ երեխա ինքը կհիշի, որ դուք իրան ասել եք, որ ամիսը 1 կամ 6 ամիսը 1 ես դա քեզ համար գնում եմ, այդ դեպքում դուք շատ ճիշտ, հստակ, անկախ ամեն ինչից ամիսը մի անգամ առնում եք ու Շնորհակալություն։ Տատիկների ու պապաների պահը, երբ որ իրանք շատ են քաղցր առաջարկում, ստեղ կարաք դուք դա կարգավորեք այն առումով, որ խոսակ մեծահասակի հետ,
ու քննարկեք ալտերնատիվաներ սերը արտահայտելու համար։ Այսինքն դուք օգնեք պապային կամ տատիկին, որ ինքը իր սերը ուրիշ ձևով արտահայտի։ Օրինակ, առաջարկեք, որ քաղցրի փոխարեն, օրինակ գնի ինչ-որ հետաքրքիր էկզոտիկ միրգ։ Օրինակ շատ լավ աշխատում է հապալասի դեպքում, եթե երեխան հապալասել սիրում է։ Ասում եք, այ գիտես, այս հապալասները թանկ են, ավելի ոնց որ գնային բան են, ու իրանք շատ օգտակար են, նաև երեխան շատ է սիրում։ Արի հաջորդ անգամ դու իր համար հապալաս բեր, կամ հաջորդ անգամ իր համար անանաս բեր, որ ասում սիրուն է, երևացող է, կամ մրգերի ինչ-որ կոմպլեկտ բեր, կամ չուչրեր բեր հաջորդ անգամ, կամ արի այ այսպես խաղալիք է սիրում երեխան, կոնֆետի փոխարեն արի դու իր համար այս խաղալիքը գնի։ Տատիկների դեպքում մի քիչ բարդ է, եթե ինքը իր սերը արտահայտում է այդ ուտելիք պատրաստելով եւ այլն, այստեղ կարելի է վերանայել շփման այդ ձևը։ Եթե ամեն անգամ տատիկի տուն գնալը վերածվում է այդ ճաշկերույթի ու անդադ ինչ որ քաղցրավենիք ուտելու, կարելի է ուրիշ ձև կազմակերպել երեխայի հանդիպումները, օրինակ նույն տատիկի հետ։ Օրինակ տատիկին հրավիրել ձեր տուն, հետո խնդրել, որ երեխայի հետ դուրս գա զբոսանքի, կամ կազմակերպել երեխայի ու տատիկի հանդիպումները լրիվ ուրիշ վայրերում, օրինակ ինչ որ գնանք թատրոն, արի իրար հետ գնանք զբոսանքի, արի իրար հետ գնանք այգի, որ տատիկը շփվի երեխայի հետ, բայց դա չվերածվի սեղանի մոտ նրա, որ տատիկը անդադ ինչ որ բան է կերակրում երեխային ու երեխան անվերջ ուտելու process-ի կամ այդ քաղցրավենիքի մեջ է։ Երբեմն լինում է, որ դա չի ստացվում կարգավորվել, որովհետև միշտ չի ստացվում գալ այդ փոխզիջման, քննարկման կամ իրար հասկանալու բանին։ Այդ դեպքում պետք է հասկանալ ինչն է ձեզ համար այս этаպում կարևոր երեխայի առողջ սնունդը, թե փոխհարաբերությունները տատիկի հետ, որովհետև երկուսն էլ շատ կարևոր են, որովհետև նույնքան վնաս կլինի երեխային, եթե ինքը առողջ հարաբերություններ չունենա իր տատիկի հետ։ Ուստեղ վերանայել շփման քանակը ու ինտենսիվությունը, երբ են հանդիպում, ինչքան են հանդիպում, ու նաև օգնությունը, որովհետև երբեմն տատիկները կամ ընտանիքի մյուս անդամները օգնում են ծնողին երեխային պահելու հարցում, ու երբ որ ինքը ձեզ օգնում է, դուք չեք կարող իրան ինչ-որ բան պահանջներ դնել, որովհետև ինքը իր կամքով ձեզ օգնություն է ցուցաբերում ու մի հատ էլ ասել, որ դու սենց պետք է անես կամ նենց պետք է անես, եթե ինքը դրան համաձայն չի ստացի, ուրեմն պետք է վերանայեք ուրիշ օգնող մարդ ունենաք, եթե փոքր է, ուրեմն դայակ, դայակն էլ պատասխանատու այդ քաղցրի ու մյուս բաների հարցում։ Ու հետևաբար հաշվի առնել, եթե տատիկի մոտ ալնելու, ուրեմն քաղցրա ուտելու կամ ինչ-որ քանակա լինելու, որը դուք չեք կարող վերահսկել։ Եթե այդ քանակը ինչ-որ sense ծայրահեղ չի ու դուք դրա հետ նորմալ եք ու երեխան օրվա մեծ մասը ձեզ հետ է ու նորմալ սնվում է, կարա ինչ-որ քանակով այդ շփումը լինի, բայց կարելի է քննարկել, որովհետև երբեմն տատիկները շատ բաց են լինում ու եթե ճիշտ ձևով ու նրբանակատ ձևով այդ ամեն ինչը արվում առանց իրան նեղացնելու կամ վիրավորելու կամ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակների, իրանք մտնում են այդ բանի մեջ ու փորձում են իրականացնել ըստ իրենց կարողացածի, որովհետև հաճախ մեծ սերունդը իսկապես չգիտի ոնց, իսկապես իրանց համար դժվար է իրենց վարքը փոխելը, որովհետև օրինակ իրանք ունեն հենց այդ սովորությունները։ Ոստեղ հարցը ձեզ համար կարևոր է, որ երեխան առողջ սնվի, քաղցրը քիչ լինի, թե ինքը լավ հարաբերություններ ունենա իր հարազատների հետ։ Միշտ պետք լինում է ընտրություն ու այդ ընտրությունից խուսափել երբեմն անհնար է։ Այստեղ մեկ ուրիշ հարց է առաջանում, այ անընդհատ այդպես խոսում ենք երեխաների համար սահմանափակել, ու դուք էլ լավ նշեցիք, որ երեխաները մենք դեպի մեզ պետք է նայենք ու երեխաները շատ լավ ազդակ են, ասես խոշորացված հայելի լինեն։ Ու ոնց որ ինչ-որ դեպքերում մենք մեղքերի քավություն անենք, այ տեսեք մենք քաղցրը ուտում ենք, բայց երեխաներին չէ, մենք վատ ենք ինչ-որ բաներ անում, բայց այ դու ճիշտ արա։ Այսինքն գուցե պետք է մեր հենց ապրելակերպը վերանայել։ Հա, ես դա ամենասկզբում հենց դա էի ասում, որ պահանջներ չի կարա լինի երեխայից, եթե
դուք այդ ապրելակերպի մեջ եք, դուք չեք կարող երեխային առանձին պահանջել, որ ինքը տենց չուտի, չսնվի ու այդ սննդակարգը չունենա։ Մի հատ հետաքրքիր ասացված կա հենց Գանդիի մասին, իր մոտ են գալիս, չգիտեմ դա ինչքանով է ճիշտ, բայց այնքան իրականության համապատասխան է, բերում են երեխա, որը շատ քաղցր է ուտում ու դիաբետ ունի ու օշու ինքը պետքա չուտի։ Մաման ասում է, խնդրում եմ դուք որպես իմաստուն մարդ, խոսացեք երեխա հետ, որ չուտի։ Իրան բացատրեք, որ ինքը պետքա չուտի, ասում է, խնդրում եմ եկեք մի ամիս հետո։ Մի ամիս հետո որ գալիս են, ասում է քաղցրը վնաս է, չուտես քաղցրը։ Երբ որ ասում են իսկ ինչի մի ամիս հետո ասեցի գք, ասում է որովհետև ես այդ օրը շատ քաղցր էի կերել ու չէի կարող երեխային ասել մի կեր, որովհետև ինքս բավականին շատ կերել էի։ Ես չեմ կարող իրան ասեմ ինչ որ բան չանի, եթե ես ինքս էլ դա անում եմ։ Այսինքն եթե դուք քաղցր եք ուտում, դուք չեք կարող ձեր երեխային ասել մի կեր։ Որովհետև Հիմա եթե անդրադառնանք մեզ, այ մեր մասով էլ դուք կասեք, վերանայեք, մեզերին ինչքանով է սա, ինչքանով է վնասակար, ուսումնասիրել եք արդյոք, այսինքն որ կետում են երեխաներն ու մեծահասակները գալիս ինչ որ ընդհանուր կետի, որտեղից այ քաղցրի քանակը նույն տեսակ պետք է լինի, այդ հենց առողջական հիմունքներով, հա, ենթադրենք միջև, չգիտեմ, 6 տարեկանն է, շաքարավազը շատ վտանգավոր է, իսկ դրանից հետո գուցե ավելի ընդունելի է։ Այսինքն այն, երբ որ սեղան նստես ու չլարվես, որ ինքը արդեն իսկ ինքը որոշի ընդհանուր ինչ որ գաղափար լինի սեղանի շուրջ։ Հիմնականում դա հենց 6 ամսեկանից է։ 6 ամսական։ Չէ, ոչ թե սեղանի շուրջ նստելն եմ ասում, այլ նստում երեխայի հետ 6 ամսեկանում սեղանի պետք է լինի այն, ինչ երեխային կարելի է ուտել։ Հետո 1 տարեկանում երեխան արդեն մտնում է ընդհանուր սեղան, ուտում է այն, ինչ ծնողներն են ուտում, իսկ մոտավորապես 3 տարեկանից երեխային թաքուն արդեն հիմնական անհնար է ինչ-որ բան ուտելը, որովհետև ինքը դա նկատում է, տեսնում է, հասկանում է, տարբերակում է, երևի 3 տարեկանից արդեն պետքա հիմնական ընդհանուր լինի, բայց իսկ քանակի տեսակետից հիմնականում նույն քանակի շաքարավազ կարելի է երեխաներին եւ մեծահասակներին եւ 6-7 տարեկանից քանակը արդեն համարյան նույնն է։ Ավելի հստակ եւի 12 տարեկանը, որ արդեն նույն քանակի շաքարավազ է, բայց նենց է, որ մեծահասակներին էլ շատ մեծ քանակի շաքարավազ չի կարելի։ Հա, հենց դրան։ Հենց է, որ այդ քանակն էլ շատ մեծ տարբերություն չի, էլի 3-ի ու մեծահասակի միջև, նենց չի, որ մեծահասակը կարա մի ամբողջ մի 5 կտոր տորտ ուտի, իսկ փոքրին պետքա կես կտոր տալ, չէ։ Դա ընդհանրապես շատ քիչ, 1 գթալ, 2 գթալ ավել պակասի մասին է խոսքը։ Ու հետո մի ուրիշ հարց էլ կա, որ օրինակ իմ շատ հաճելի է ինչ որ երբեմն տենց քաղցր բաներ ուտել, չգիտեմ, իմ առօրյայի մաս կազմում է ու ես ուզում եմ, որ իմ երեխան էլ զանազան սնվի ու համերին ծանոթ լինի, տենց երևի այդ քաղցրի մասին էլ ինչ որ ինֆո փնտրելուց սոլից դարձում գտա այդ գաղափարը, որ եթե կարող եք սահմանափակել, եթե չէ զանազանությունը թույլ տվեք որ լինի, այսինքն թող փորձի ու այդ լարվածությունը չլինի։ Հա, բնականաբար։ Հա, եթե նայեք, ընտանիքում դուք ուտում եք, ինչպես ես ասացի, օրինակ սուրճի ժամին, երբ որ դուք քաղցր եք ուտում, երեխային պետքա տալ, եթե ինքը տեսնում է, որ դուք դա ձեր օրինակ սուրճի ժամն է, դուք քաղցր ավելիք եք ուտում, նույնիսկ 1 տարեկան երեխային մի փոքր կտոր կարելի է տալ, բայց այդտեղ հարցը նրանում է, որ սեղանին մի հատ ամբողջ մեծ ափսե կոնֆետ չլինի ու երեխային ասենք, դե դու մի հատ վերցրու, մնացածը մենք ինչքան ուզում ուտում ենք։ Այլ դա ավելի ռիտուալային սիրուն կազմակերպված լինի ու դա ավելի շատ ոչ թե ուտելու մասին լինի, այլ շփման մասին։ Նույնիսկ այդ Հա, երբեմն հենց ինքը կիսում է, այսինքն բերում հյուրասիրումը։ Հենց շփումը լինի իզակետում, ոչ թե քաղցրի վայելքը։ Հա, երևի թե։ Ու տատիներին էլ շատ ենք մեղադրում, բայց այդ մարդիկ սովոր են ինչ որ բաներ, ինչ որ ձև պատրաստել, հիմա ինչ որ լիքը թողնիկներ են հայտնվել։ Մեկը էստեղ չի սիրում, մյուսը այնտեղ, տենց։ Բնականաբար տատիկին իր այդ նիստուկացով, որ ինքը օրինակ իր 40, 50, 60 տարիների ընթացքում է ձևավորել, դուք գաք ասեք դու սենց պետք է ապրես, ոչ իրատես։ Արդեն իսկ ինչ որ զիջումներ անում են, այսինքն այս մի բանը քիչ լցնել եւ այլն։ Դե հա, կարող են զիջումներ անել, բայց եթե խնդիր է, դուք արդեն պետք է վերանայեք, ոնց որ
ինչն է ավելի առաջնային, ինչն է ավելի կարևոր, ինչի վրա եք դուք ուշադրություն դարձնում, որովհետև այս թեմաներում չկա սենց բաղադրատոմս, որ բոլորը սենց պետք է ապրեն, բոլոր ընտանիքներում այսպես պիտի լինի, բոլոր ընտանիքներում այս քանակը պիտի լինի, բոլոր ընտանիքներում կլինի ընտանիք, որտեղ մի քիչ ավելի շատ կլինի ընտանիք ավելի քիչ կլինի, այստեղ շատ կարևոր է, որ ընտանիքը համերաշխ լինի իր որոշումների հետ ու այդ մեղքի զգացում, այդ տագնապային մթնոլորտ ուտելիքի քաղցրի թեմաների մեջ չլինի, որովհետև դա ավելի շատ է վնասում, քան եթե օրինակ մի օր մի փոքր ավել կերավ։ Այստեղ շատ կարևոր է, որ համ մաման համերաշխ լինի իր որոշումների ընտրությունների ընթացքում, համ երեխան հանգիստ լինի։ Դա է առաջնայինը։ Առհասարակ սննդային վարքի հետ կապված հարցերում առաջնային այն է, որ մենք գանք ինչ-որ համերաշխ հանգիստ վերաբերմունքի այդ ամենի հետ։ Էլի հարց կար, խնդրում եմ, այստեղ ուղղակի անուն չկա գրված, ձեռք էիք բարձրացրել։ Եթե կարելի է ես հարց ունեմ, ոնց որ շատ խորը ուսումնասիրեցինք այս ոնց որ հոգեբանական կողմը, այդ ոնց որ քաղցրի սահմանափակման ու մեր խոսքերի ազդեցությունը իր հետագա սննդի հանդեպ վարքի ձևավորման շուրջ։ Ես մի հատ բան եմ նկատել, կուզեմ հասկանամ ինքը ուղղակի մեր մոտ այդպես է, թե առհասարակ դրա գիտական հիմնավորումը կա, օրինակ բալիկս ինչ որ ժամանակ հապալաս ուտում էր, հետո նկատել էի, որ չի ուտում, բայց մենք գազարի հետ կապված մի հատ գիրք ունենք ու ինքը այդ գիրքը շատ է սիրում ու դրանից հետո սկսել է գազար շատ ուտել։ Ես բավականին պատկերավոր եմ նկարագրում, թե ոնց կերավ եւ այլն, ոնց որ շատ ուրախ գիրք է, ծնողներին էլ խորհուրդ կտամ, այդ Էդիի գրքերն են, շարքը էլի այդպես։ Այս վերջերս ոնց որ այդ հապալասը որ չէր ուտում, գտա մի հատ գիրք Մյուր Արչուկո հապալասը, որ ոնց որ ինքն էլ հապալաս է ուտում ու սկսեց հապալաս ուտել այդ գրքից հետո, ոնց որ մի հարցս հետա կա, արդյոք այդտեղ ինչ որ կապ, որովհետև բոլոր սննդների հետ կապված չեն կարող գրքեր գտնել, եւ երկրորդ հարցս այն էր, որ ոնց որ այն օրերին, երբ որ երեխան հրաժարվում է ընթրիքից, բայց ընթրիքից մի ժամ հետո օրինակ ուզում է հապալաս կամ ինչ որ քաղցր բան, ենթադրենք պեչենի ուզում, ավելի վատ բան ասենք, թխվածք է ուզում եւ այլն, ոնց որ օրինակ հիմա խոսեցինք, որ մենք անկախ ինքը կերել է թե չի կերել, իր քաղցրը պետքա տանք, բայց ինչ եթե մենք օրինակ որոշ օրեր այնքան ուժասպառ ու հոգնած ենք եղել, մեկ իմ հետ եղել է, որ չեմ ուզեցել իր հետ պայքարեմ, տվել եմ այդ քաղցրը, բայց ինչ որ ժամանակ անցել է, առաջարկել եմ միասին ընթրիքի հետ ինչ որ մնացել էր նորից ուտենք, որը չէր կերել առաջի առաջարկից, բայց ինքը հրաժարվել է, ես հասկացել եմ, որ ինքը օրինակ տենց 1-2 օր էլ չկերավ ընթրիք էլի, ինքը մաքսիմում քնելուց առաջ որևէ բան տվառուկ սմետան օրինակ կերավ ու քնեց։ Կուզեմ հասկանամ այդ երկրորդ հարցում ոնց ճիշտ անեմ։ Շնորհակալ եմ։ Նայեք, այս առաջին դեպքում, հա, եթե երեխան ունի սիրելի հերոսներ, ինքը ուզում է իրենց նմանվի ու կարա իրենց նախասիրած ուտելիքները սկսի ուտել։ Երբեմն լինում է, որ իրենք մանկապարտեզում ունեն ընկերներ ու իրենց ընկերների ուտելիքներն են ուզում ուտել։ Առհասարակ մարդկանց ուտելը ինքը շատ սոցիալական է ու մարդիկ հայելային նեյրոններ ունեն, մարդիկ ուզում են կրկնել, ուզում են ինչ-որ բանի մաս լինել ու սնունդը ինքը հենց ինչ-որ մի խմբի մաս լինելու մասին է ու ձեր երեխան կարա ուտի, որովհետև իրան դուր եկավ այդ թեման, այդ բանը, ահա, բոլոր մթերքների մասին գիրք չեք գտնի ու բոլոր մթերքները չի, որ տենց գրքով կուտի երեխան, այլ ավելի օրինակ կլինի, որ դուք այդ մթերքներ ուտեք կամ իր սիրելի մարդիկ ուտեն ու ինքը դրանց նայի ու տենց ինքը շատ բան կարա ավելացնի իր սննդակարգ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ քաղցրին, նայեք, ես հիմնականում խորհուրդ չեմ տալիս, որ օրինակ քաղցրի ժամը լինի հենց ամենավերջինը, այսինքն օրը պետքա բաժանված լինի 3-ից 5-6 սննդընդունման, փոքր երեխաների դեպքում ավելի շատ ու այդ սննդընդունումները բաշխված են ամբողջ օրվա ընթացքում, քաղցրի համար օրինակ լավ ժամ է համարվում 3-ից 4-ը, ճաշ,
ճաշից հետո կարա լինի քաղցրի հետ քաղցրի մասնակցությամբ օրինակ միջուտես, որտեղ կա եւ քաղցր, եւ միրգ, եւ մյուս ուտելիքներից, ընթրիք ու ընթրիքին հիմնականում ընթրիքից հետո լավ կլինի, որ քաղցրը կամ շատ փոքր քանակի լինի ընթրիքի հետ ընդհանուր ափսեին, բայց չլինի ընթրիքից հետո, որ օրինակ տորթ ենք ուտում, պեչենի ենք ուտում, շոկոլադ ենք ուտում, չէ, դա լավ միտք չի ու լավ կլինի, որ տենց չլինի։ Եթե երեխան հրաժարվել է ընթրիքից, ուղղակի ինքը ունի գուցե ինչ-որ միջուտես քնից առաջ կամ կաթ, եթե շատ փոքր է, ու քնում է, կամ էլ ընթրիքը վերջին օրինակ սննդությունն է, ինքը պարտվում է քնելու։ Բայց հրաժարվելու դեպքում կա նաև 3 ուրիշ տարբերակներ, այդ դուք նշեցիք, որ նորից տաքացնում առաջարկում եք, առաջինը ոչ մի բան չառաջարկել, հրաժարվեց, իր որոշումն է, ինքը պարտվում է քնելու, եւ երկրորդը ուղղակի սննդարար տարբերակ առաջարկել, օրինակ կարա լինի եփած ձու կամ ինչ-որ ուրիշ մթերք, որը սննդարար է, հագեցնող է, բայց ոչ մի դեպքում իր սիրելին չի, իր ֆավորիտը չի ու իր քաղցրավենիքը չի։ Քաղցրի ժամը լավ կլինի, որ լինի ինքը ցերեկային ժամերին, այդ ասած 3-ից 4-ը ամենալավ ժամն է հիմնական, կամ օրինակ շատ լավ ժամը մանկապարտեզից որ վերցնում եք, ինչ որ քաղցրավենիք եք ուտում, հետո գալիս եք տուն, օրինակ 2-3 ժամ հետո արդեն ընթրիքն եք ուտում։ Սենց ավելի ճիշտ է լինում փոքր երեխաների դեպքում։ Ավելի մեծերի դեպքում կարա արդեն ավելի ուրիշ ձևի լինի։ Հիմա պետք է ամփոփենք իրականում, լավ, ասեք, հետո ամփոփենք արդեն։ Չէ, ուղղակի ասացի մերսի։ Հա, լավ։ Կուզեի ինքներդ ձեզ համար այս բանից հետո 3 բան ընտրեիք, որովհետեւ ընտրեիք ու ձեր մոտ գրեիք, կամ կարաք հենց Telegram-ում գրեք, որը կարող եք անել արդեն այսօր, որը ձեզ համար շատ օգտակար եղավ։ Այսպես ձեզ ավելի հեշտ կլինի, ոնց որ իմի բերել ասվածներ ու առանձնացնել այն կարևորը, որ լսեցիք այսօրվա ընթացքում ու որը արդեն կկիրառեք ձեր կյանքում ու արդեն արդյունքներ կունենաք։ Նաև Telegram-ում ես որոշ էլի ինֆորմացիա կտեղադրեմ, որը ձեզ էլի օգտակար կլինի, նաև գուցե գրքեր էլ տեղադրեմ, որոնք կկարողանաք կարդալ ու ավելի լավ հասկանալ այս թեման։ Ու շատ շնորհակալ եմ բոլորիդ մասնակցելու համար, հատկապես շատ շնորհակալ եմ, որ այսօր շատ ակտիվ էիք, ինչը միշտ հաճելի է ինձ համար, որովհետև սև էկրանի հետ չեմ խոսում, ու այլ մարդկանց հետ եմ խոսում ու երկխոսությունը միշտ ավելի օգտակար է լինում ու օգնում է ավելի ճիշտ ընտրություններ անել։ Նաև կուզեմ հաշվի առնեք, որ սրանք ուղղակի գիտական կետեր են, որոնք հետազոտությունների օրինակ ընթացքում հասկացվել է, որ սենց ավելի ճիշտ է կամ սենց ավելի արդյունավետ է, բայց ամեն ընտանիք ունիկալ է, ամեն ընտանիք ունի իր սովորությունները, դուք վերցրեք այն բաները, որոնք օրինակ օգտակար կլինեն հենց ձեր ընտանիքներում ու հենց ձեզ համար ավելի առաջնային ու տեղ կունենա ու միշտ ավելի շատ վստահեք ինքներդ ձեզ, ձեր զգացողություններին ու ձեր տեսակետին ձեր երեխաների հետ կապված, որովհետև ինչքան էլ մասնագետը խոսի, ձեզանից լավ երբեք չի ճանաչի ձեր երեխային, ձեր ընտանիքը ու հենց ձեր անձնական իրավիճակը տվյալ հարցի վերաբերյալ։ Շնորհակալ եմ նորից բոլորիդ, ձեզ լավ օր եմ մաղթում ու արդեն կսպասեմ Telegram-ում ձեր կարծիքներին։ Մերսի շատ սար։ Շնորհակալություն։ Տեսություն։ Շատ մերսի։ Կյանք